անցնում ենք խորհրդային միությունը, գալիս ենք անկախ Հայաստանին։ Ասում են, անկախ Հայաստանը ունեցել է մեծ խնդիրներ, տնտեսական խնդիրներ, բայց նաև ունեցել է ձեռքբերումներ, երկու մեծ ձեռքբերում ենք ունեցել։ Առաջի անգամ 100-ամյակի մեջ մենք մեր ուժերով առանց լուրջ օգնության հաղթել ենք մեր 100-ամյա հակառակորդին լավ կազմակերպվածության արդյունքում եւ մեր երկրի 30% ազատագրել ենք։ Երկրորդ բանը, որ ձեռք ենք բերել, սովետական միությունը միշտ սահմանափակում էր մեր ազգային ինքնագիտակցությունը։ Մենք ձեռք ենք բերել դպրոցներում, կրթության մեջ ազգային ինքնագիտակցության ավելի բարձր աստիճան։ Մենք հիմա ու մենք 10 տարի առաջ լրիվ ուրիշ ենք։ Ես կարծում եմ, որ ինքնագիտակցությունը մեր մոտ աճում է։ Ու այսօր երկուսն էլ վտանգի տակ են։ Այսինքն մեկը Արցախյան մեր հաղթանակը մենք արդեն կորցրել ենք։ Իսկ ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, որովհետև այսօր բոլոր տեղերից ենթարկվում է պասիվ հարձակումների, որ օֆիցիալ չեն ասում, բայց մենք տեսնում ենք, որ մեր տարբեր կետերից վերանում են մեր ազգային սիմվոլները։ Ու դա բերելու է, մենք գիտենք ոնց են իրանք սկսում, մեկից չեն ասում, որ մեծ բողոք չառաջացնեն, բայց քիչ-քիչ դրան են բերում։ Երկրորդն էլ, մեր 30 տարվա մեջ մենք ունենք այդ հաղթանակը եւ մենք պետք է պահենք այդ հաղթանակը։ Մենք ունեցել ենք նաեւ այս վերջի 30 տարվա մեջ մի հատ կարևոր դաս։ 44 օրյա պատերազմի մասին ես պետք է խոսեմ։ 44 օրյա պատերազմը մեր հաղթանակից հետո մի կարևոր դաս է, որ մենք պետք է սերտենք, որ հետագայում այդ նույն խնդրին չանդրադառնանք։ Դա հայերի կողմից մի հատ հատկություն ունենք մենք, որը մեր վատ հատկություններից է։ Գրական բառը չեմ գտել, դրա համար խոսակցական եմ ասում։ Արխային ենք ընկնում։ Հաղթում ենք, քաջաբար, դժվար, Ստեփանակերտի բունկերներում, բանում, պատվալներում տարիներով պաշտպանվում ենք, կռվում ենք, հաղթում ենք ու արխային ենք ընկնում։ Արխային ենք ընկնում, դրա 30 տարվա արխային ընկնելու արդյունքում մեր հակառակորդը ավելի երկարաժամկետ թշնամություն ունենալով, լինելով ավելի հեռանկարային, նայելով ավելի հեռանկարային իր ուժը ուժեղացնում էր, իսկ մենք հանգստացել էինք։ Մեր յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրի ղեկավար, հարց լուծել երկրում, պետք է մի բան անի։ Իշխանությունը վերցնելուց հետո այդ փառքի մեջ արխային չընկնի։ Պետք է արխային չընկնի։ Պետք է ամեն օր մի ոտ ավելի արագ լինեն, քան հարևանները։ Հայ մարդուն շատ բան պետք չի։ Եթե մենք նայում ենք, պետք է ընտանիքում բոլորը առողջ լինեն, բնակարան լինի, լավ կրթություն երեխաներին, մեծերը, որ անհոգ ծերություն ունենան։ Ու այսքան տաղանդ ունեցող ազգը չի կարող դրան չհասնել։ Ուղղակի լավ ուղղորդում է պետք։ Այսօր մեր ձևով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը շարունակում է գտնվել ապօրինի կալանքի տակ։ Ինչպես հայտնի է, մեկ պատճառով փոքրիկ խմբակին դուր չի եկել, որ նա պաշտպանել է իր եկեղեցուն եւ նա պաշտպանել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որպես իմ ասած ազգային ինքնագիտակցության խրամատներից մեկը։ Բայց մի բան կարող եմ ասել իր խոսքերից։ Նա ասում է, նա ասել է, հայտարարել է, որ անգամ բանտախցում նա ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացրած փոքրիկ խմբակը։ Հիշում եք, մեր ձեւով շարժման ստեղծման ժամանակ մենք հայտարարել ենք, որ լինելու է 5 աշխատանքային խումբ։ Մենք այսօր ներկայացնելու ենք 5 խմբի արած աշխատանքները եւ մարդիկ կներկայացնեն իրենց տեսլականները։ Այն մարդիկ, ովքեր միացել են մեզ։ Շնորհակալ եմ։